Բարի երեկո, հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է առնվազն մինչև 2025 թվականի վերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այս մասին վարչապետը հայտարարել է Պրահայում մասնակցելով Հայաստանը փոփոխվող աշխարհում խորագրով քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններին։ Հայաստանի կառավարությունը Հարավային Կովկասում կենտրոնացած է խաղաղության օրակարգի վրա։ Եվրոպական այս հարթակից եւս մեկ անգամ հայտարարում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ մեր օրերում բոլորը ձգտում են անվտանգության, բայց ըստ նրա միայն խաղաղությունն է կարող ապահովել հուսալի անվտանգություն։ Հայաստանի ղեկավարը հիշեցնում է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագիծը։ Իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ գործընթացը գնում է իրագործման եւ խաղաղության հասնելու ուղով, հետաքրքրվում է քննարկման մոդերատորը։ Գիտեք, հենց այն փաստը, որ մենք համաձայնեցրել ենք կոնկրետ նախագիծ, նշանակում է, որ դա արդեն ձեռք բերում է։ Այժմ անհրաժեշտ է, որ այդ նախագիծը կյանքի կոչվի։ Ընդհանուր առմամբ ես վստահ եմ, որ կհասնենք դրան, քանի որ կարողացել ենք շատ բան իրականացնել։ Իդեպ դրան զուգահեռ անցած տարի Ադրբեջանի հետ կարողացանք սկսել մեր սահմանի սահմանազատման գործընթացը։ Այս պահին շուրջ 12 կիլոմետր սահման արդեն սահմանազատված է։ Շատ կասկածներ կային, թե արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան դա անել, սակայն այժմ մենք ունենք կոնկրետ օրինակ, շատ կոնկրետ խաղաղության մեկ կտոր, որովհետև սովորաբար ես ասում եմ, որ մեր սահմանի սահմանազատված հատվածը անվտանգության երաշխիքներով տարածք է եւ դա իրականություն է։ Այս համատեքստում վարչապետն այստեղ եւս ընդգծում է իր կարգախոսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Այս համոզմունքով Հայաստանը նպատակ ունի մինչև 2025 թվականի վերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտել եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ստեղծված բանակցային կառույցները։ Ադրբեջանը բարձրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման հարցը եւ ընդհանուր առմամբ դա մեզ համար ընդունելի օրակարգ է, բայց կա շատ կարեւոր նրբերանգ։ Մենք պետք է համոզված լինենք, որ բացառվում է իրավիճակը, երբ հակամարտության էջը փակվում է Ադրբեջանի տարածքում, բայց վերածվում է Հայաստանի տարածքի նկատմամբ նոր պահանջների։ Իսկ այդպիսի պահանջներ արդեն նկատելի են։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, ադրբեջանական որոշ շրջանակներ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ն անվանում են Արևմտյան Ադրբեջան, ինչն ըստ վարչապետի տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը սակայն պատրաստ է արագ շարունակել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման եւ ավերացման ուղղությամբ, իսկ տևական եւ մնայուն խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը կարևորում է փոխադարձ կախվածությունների միջավայրի ստեղծումը, որի համար լավագույն գործիքն ըստ նրա ենթակառուցվածքն է։ Հենց այս նպատակի համար է Հայաստանի կառավարությունը մշակել խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը վերաբերում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը։ Հայաստանի ղեկավարի գնահատմամբ սա իր հերթին կդառնա շատ կարևոր գործոն տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար, ինչը Փաշինյանի խոսքով քննարկվում է հարևանների հետ։ Հարևաններից Թուրքիայի հետ հարաբերությունների մասին եւս հետաքրքրվում է եվրոպացի լրագրողը։ Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ եւ այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Ճիշտ է, գետնի վրա դեռ շոշափելի արդյունքներ չունենք, սակայն ունենք կարևոր առաջընթաց։ 3 տարի առաջ, օրինակ, եթե Հայաստանը ցանկանում էր պարզել Թուրքիայի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ստիպված էր դիմել երրորդ երկրի միջնորդությանը։ Այսօր մենք ուղիղ կապ ունենք մեր հարևանների հետ եւ նույնիսկ ամենօրյա շփում։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման եւ տնտեսական կապերի ամրապնդման, ինչն ըստ նրա ժամանակի հարց է։ Սա կապված է նաև տարածաշրջանային լայն տնտեսական օրակարգի հետ, բայց ինչպես արդեն ասել եմ, մենք հետևողականորեն շարժվում ենք կայուն խաղաղության հաստատման օրակարգով։ Դա մեր պարտականությունն է եւ մենք վճռական ենք դրան հասնելու։ Այս ուղղությամբ Հայաստանը տեսնում է նաև Թուրքիայի պատրաստակամությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցանկությունը խաղաղության հասնելու։ Նիկոլ Փաշինյանի խոսքով կան որոշ նրբերանգներ, որոնք պետք է հասցեագրել, բայց վստահ է, դա կկարողանան անել։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գլոբսեգ 2025 ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Գործընկերները քննարկել են վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակել առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան Արարատ Միրզոյանը ընդգծել է տարածաշրջանում ռիսկերը կառավարելու եւ էսկալացիայից խուսափելու կարեւորությունը։ Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության քննարկումների շուրջ։ X իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարվածները հասցվել են Իսրայելի տասնյակ թիրախների, ռազմական եւ օդային բազաների։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թեհրանի հրթիռները 2 անգամ խոցել են Իսրայելի պաշտպանության նախարարության Թել Ավիվում գտնվող շենքը։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են 2 զոհի եւ ավելի քան 70 վիրավորի մասին։ Իրանական Ֆարս լրատվականը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ, այդ թվում 2 F-35 կործանիչ։ Հաղորդվում է, որ խոցված իսրայելական կործանիչներից մեկի օդաչուն գերի է վերցվել։ Իսրայելական կողմն էլ նշում է, որ հարվածներ է հասցրել ուրանի հարստացման օբյեկտների, հրթիռային բազաների, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին եւ Իրանի այլ խոշոր քաղաքներին։ Նկատի ունենալով Իսրայելում ստեղծված իրավիճակը, Իսրայելում Հայաստանի դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին եւ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Ավելի վաղ նման հորդորով Հայաստանի քաղաքացիներին էր դիմել նաեւ Իրանում Հայաստանի դեսպանությունը։ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտաբ մեկնել են Սյունիքի մարզ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնում է, որ չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում Մեղրի, Ագարակ եւ Քաջարան համայնքներում։ Այս պահին Հայաստանի հարավային շրջաներում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։ Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորինգ։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Դիլիջանում, իսկ հունիսի 17-ին եւ 18-ին նոյեմբերյանում Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 10-ից մինչև ժամը 17-ը կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի, Շահումյան, Գայի փողոցների, Հովսեփյան առաջին փողոցի, Միասնական երկրորդ նրբանցքի, Հակոբյանյան երրորդ նրբանցքի, Պարզ լճի փողոցի գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ Հոակի, Վիլարեստ ընկերության հյուրանոցի, Ս. Աղաջանյան ընկերության, Աթ Համրազյան Adzեի, Գոշ գազ ընկերության ԳԼՃԿ-ի գազամատակարարումը նոյեմբերյան քաղաքի նոյեմբերի 29-ի Կոմիտասի, Բարանա, Այգեգործների, Սայաթ Նովայի, Անտարագործների, Զ. Անդրանիկի, Երևանյան փողոցների գազասպառողների, Գազարդ ընկերության ԱԳԼՃԿ-ի, Արարատ Գիշյան ընկերության, Հովսեփ Նարեկ ընկերության սեփականատեր Մեխակ Հարությունյանի, թիվ 1 նախադպրոցական հաստատության Ժիվիկ Գիշյան Adzեի գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ Քարակերտի ԳԲԿ-ն սնող կողմնատար գազատարի կապիտալ նորոգում իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 9-ից մինչև հունիսի 18-ը ժամը 21-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, Նորապատ ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, Գոդավար ընկերության ԱԳԼՃԿ-ի, Երևան Marmalade Industries ընկերության, Իջևանի գինու կոնյակի գործարան ընկերության, Կոտայք ՃՇՇ ընկերության, Քարակերտի քարաձուլման գործարան ընկերության, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Տելեգրամի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։